Հայաստանի օրենսդրությունը երկու տիպի պատասխանատվություն է նախատեսում նախընտրական քարոզչության հետ կապված իրավախախտումների համար։ Կա դրա քրեական պատասխանատվությունը, որը նախատեսված է նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու, նախընտրական քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ այլ կերպ խոչընդոտելու համար։ Մնացած խախտումների համար, որոնք տարբեր են եւ ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության կարգը խախտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Օրինակ, եթե քարոզչություն կատարի այն անձը, որը դրա իրավունքը չունի քարոզչության ժամանակահատվածում եւ նա պաշտոնատար անձ է, դրա համար նախատեսված է 200,000-ից 400,000 դրամ։ Եթե վարչական ռեսուրս օգտագործի այդ նույն պաշտոնատար անձը, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ կատեգորիայի անձանց, ապա նախատեսված է պատասխանատվություն 400,000-ից 800,000 դրամի չափով։ Եթե նախընտրական քարոզչության շրջանում լրագրողական հարցումներ հրապարակվեն կամ սոցիոլոգիական հարցումներ, դրա համար կա նախատեսված հատուկ կարգ ընտրական օրենսգրքով, դա փոփոխությունների արդյունք է եւ այդ կարգը խախտելու համար նախատեսված է պատասխանատվություն բավականին բարձր, կրկին ընդհուպ մինչեւ 400,000 դրամ, 600,000 դրամ եւ այդպես շարունակ։ Եվ վերջապես լռության օրը ու քվեարկության օրը նախընտրական քարոզչություն կատարելու համար եւս նախատեսված է առանձին վարչական պատասխանատվություն։ Եղեք տեղեկացված։